Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է ուռուցքաբանական, ախտորոշման եւ թեստավորման ոլորտում գործող Exact Sciences Corporation-ը։ Ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 50.5%-ով։ Հաջորդը նյարդաբանական եւ օնկոլոգիական հազվագյուտ հիվանդությունների բուժման դեղամիջոցներ մշակող Just Pharmaceuticals-ն է 25.4% աճով։ Եռյակը եզրափակում է ոչ ինվազիվ գենետիկական թեստավորման առաջատար Natera-ն 12.9% աճով։ Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է ենթակառուցվածքային ինժեներական եւ շինարարական ծառայություններ մատուցող ICOM-ը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 22.4%-ով։ Հաջորդը նոր տվյալների պահպանման լուծումների մշակմամբ զբաղվող SanDisk-ն է 21.2% անկումով։ Եռյակը եզրափակում է մաքուր էներգիայի եւ էլեկտրոլիզ տեխնոլոգիաների ոլորտում գործող Bloom Energy Corporation-ը 19.5% անկումով։ Ամերիկյան շուկաներն անցած շաբաթը փակել են անկումով Dow Jones-ը նվազել է 1.9%-ով, S&P 500-ը շուրջ 2%-ով, իսկ Nasdaq-ը 2.7%-ով։ Գլխավոր պատճառը տեխնոլոգիական ոլորտի բաժնետոմսերի գերագնահատված լինելու վերաբերյալ մտահոգություններն էին եւ դեկտեմբերին դաշնային պաուստային համակարգի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման շուրջ անորոշություն է։ Eli Lilly ընկերության արժեքը անցած շաբաթ գերազանցել է $1 տրիլիոն։ Այսպիսով, քաշի նվազեցման իր դեղերի մեծ պահանջարկի շնորհիվ Eli Lilly-ն դարձել է առաջին դեղագործական ընկերությունը, որը միացել է $1 տրիլիոն-ից ավելի շուկայական արժեք ունեցող ընկերությունների ակումբին, որտեղ հիմնականում տեխնոլոգիական հսկաներն են։ Բիթքոյնի արժեքը հասել է 7 ամսվա նվազագույնին մոտ $80,000 նախորդ շաբաթվա ընթացքում նվազելով 12%-ով։ Բիթքոյնի անկումը պայմանավորված է նրանով, որ ներդրողներն այժմ սկսում են խուսափել ռիսկային ակտիվներից, տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի բարձր գների եւ տոկոսադրույքների կրճատման շուրջ անորոշության պատճառով։ Բաժնետոմսերի համաշխարհային ֆոնդերը գրանցել են ներհոսքի 9-րդ շաբաթն անընդմեջ $4.43 միլիարդ։ Պարտատոմսային ֆոնդերը ներգրավել են $10.5 միլիարդ, շարունակելով 31 շաբաթ անընդմեջ աճը, իսկ ոսկու եւ թանկարժեք մետաղների ֆոնդերը ներգրավել են $5.2 միլիարդ։ Մինչդեռ դրամական շուկայի ֆոնդերը երկրորդ շաբաթն անընդմեջ արտահոսք են ունեցել այս անգամ $7.5 միլիարդ։ Տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը շարունակում են ընթացքը դեպի ռեկորդային $75 միլիարդ ներհոսք 2025 թվականի ընթացքում, հայտարարել է Bank of America-ն։ Տեխնոլոգիական ֆոնդերը շաբաթվա ընթացքում գրանցել են մոտ $4.5 միլիարդ ներհոսք, մինչդեռ կրիպտոֆոնդերից դուրս է բերվել $2.2 միլիարդ։ ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի ֆոնդերը գրանցել են $8.8 միլիարդ ներհոսք, ամենամեծը ապրիլից ի վեր։ Nvidia-ն հայտնել է, որ նախորդ եռամսյակում ընկերության եկամուտները կազմել են $57 միլիարդ, ինչը 62%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եւ գերազանցում է փորձագետների կանխատեսումները։ Այս աճի գլխավոր շարժիչը եղել է արհեստական բանականության տվյալային կենտրոնների համար նախատեսված չիպերի մեծ պահանջարկը, որոնց վաճառքը հասել է $51 միլիարդ։ Թեպետ Nvidia-ն այժմ աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունն է, մի շարք ներդրողներ մտահոգություններ ունեն, որ արհեստական բանականության ոլորտի բաժնետոմսերի գները չափազանցված են։ Alphabet-ի բաժնետոմսերը աճել են մոտ 6%-ով եւ հասել ռեկորդային մակարդակի այն բանից հետո, երբ Warren Buffett-ի Berkshire Hathaway-ը գնել է ընկերության մոտ $4.9 միլիարդ արժողությամբ բաժնետոմսեր։ Այս ներդրումը գնահատվում է որպես վստահության նշան Alphabet-ի արհեստական բանականության ռազմավարության հանդեպ։ Alphabet-ի բաժնետոմսերը այս տարի արդեն աճել են 46%-ով։ 2025 թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 3 միլիարդ դրամի պետական պարտատոմս, հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 12.3 միլիարդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 98 դրամ, իսկ եկամտաբերությունը 7.4%։ Միացյալ Նահանգներում սեպտեմբերին ստեղծվել է 119,000 նոր աշխատատեղ, ինչը օգոստոսի համեմատ մի փոքր ավելի լավ ցուցանիշ է, սակայն աշխատաշուկան դեռ անկայուն է։ Գործազրկության մակարդակը բարձրացել է 4.3%-ից հասնելով 4.4%-ի, ինչը վերջին 4 տարիների ամենաբարձր ցուցանիշն է։
ԱՄՆ կոնգրեսի բյուջետային գրասենյակը հայտարարել է, որ եթե Թրամփի ներմուծումների բարձր մաքսատուրքերը պահպանվեն մինչև 2035 թվականը, ապա ԱՄՆ բյուջեի պակասուրդը կնվազի մոտ 3 տրիլիոն դոլարով, այլ ոչ թե 4 տրիլիոնով, ինչպես ավելի վաղ կանխատեսվում էր։ Վերանայումը պայմանավորված է նոր տվյալներով եւ մաքսատուրքերի վերջին փոփոխություններով։ Թրամփը պնդում է, որ նոր սակագները մեծ գումարներ են ներգրավել բյուջե, իսկ քննադատները ասում են, որ դրանց հետևանքով ներմուծվող ապրանքները թանկանում են սպառողների համար։ Հետաքրքրված եք ներդրումներով, բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։ Apricot Capital-ը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից։